Սրտի տանիքներով Մուսա Production Արև, դու ինձ համար գիտես այն դիզայներն ես, որը ի վերուս տրված է դա իրան։ Ինձ թվում է դա սենց ուղղակի քեզ մոտ գալիս է։ Մարդիկ կան, որ աշխատասիրությամբ են, չէ՞ դառնում դիզայներ։ Այսինքն շատ Pinterest են նայում, դասերի են գնում, դե հասկանում եմ, բոլորն էլ գրթվում են։ Բոլորը գնացել ենք դաս։ Հա, բայց միևնույնն է, դա ինձ թվում է ի վերուս քեզ տրված է։ Ու այսօր ես իմ սիրելի Կիվերան եմ կրում, դու էլ ես, չէ՞, Կիվերայով։ Խաչիկը։ Ես էլ, այո։ Այո, շատ գեղեցիկ է։ Մի կոլեկցիայից ենք այսօր։ Այո։ Ես գիտես, միշտ էլի եմ ասել, ինձ համար Կիվերան դա շքեղության հետ է ասոցացվում, շքեղություն, գեղեցկություն, որակ, եւ գիտես, մի քիչ անհասանելի է ինքը։ Իրականում, եթե նայենք, բոլորին ինքը հասանելի չի։ Ստերեոտիպը արդեն անցել է, որ մենք առաջ էր տենց, որ մենք տենց անհասանելի ենք, հիմա ինձ թվում է տենց Բոլիմեն Սովորաբար մենք սկսում ենք մանկությունից, մենք մի անգամ իրար հետ զրուցել ենք, բայց ես հիմա ուզում եմ մի հարցից սկսել, որը որ իմ մոտ տագնապ էր առաջացրել, ու ես շատ արագ զանգահարեցի մեր Ասիային, ասեցի, ճիշտ է որ խանութը փակվում է, այսինքն որտեվ շատերի մոտ խանութը փակվելը դա բրենդի փակվելու ասոցացում էր առաջացրել, բայց փառք Աստծո, որ ես այնտեղից լսեցի, որ չի կարող այդպիսի բան լինի։ Այդքան տարի աշխատել ենք, խոմ չենք փակվելու։ Հիմա կուզեմ, որ մի քիչ փակագծերը բացենք։ Մեր այս 20 տարվա ընթացքում մենք շատ անգամ բացվել ենք, փակվել ենք, տեղափոխվել ենք, ինչ որ sense լիքը բաներ ենք փորձարկել։ Հիմա մի փոքր մեր սախ համակարգը sense կարդինալն է, սկառնյա որոշել ենք ուրիշ ձև աշխատենք։ Այդա չեմ բացի, բայց հույսով եմ, որ սեպտեմբերից լիքը թազա նորություններ կլինի, որը օբշի շատ կսիրեն մարդիկ։ Իսկ մարդիկ, եթե չեն գալիս խանութ, որտեղից են ձեռք բերում։ Մեր շոուրումը աշխատում է, մենք Պարոնյանի վրա ենք եւ մենք ունենք մեր խանութը Made խանութ սրահը Հյուսիսային 8 հասցեում, որտեղ հավաքված են տարբեր բրենդեր եւ իհարկե Կիվերան էլ այնտեղ ներկայացված է եւ ամբողջ տեսականին կա, մարդիկ կարող են գնել, շատ գեղեցիկ խանութ է, ու ինձ թվում է կակրաս տեղից շատ մոտիկ է եւ լավ որ մենք այստեղ ենք այսօր։ Արև, ես հիշում եմ, որ papan քո ամենից մեծ քննադատն էր եղել, անգամ երբ որ դու դες որ քո հաղորդումից հետո իմ մաման ինձանից նեղացել էր, ասում է դու ամենտեղ papaից ես խոսում, ես քո կյանքում չեմ եղել, ասի մամ ջան, եթե ինձ վդրուկ հրավիրեն ինչ որ մի հաղորդում, ես առաջինը կասեմ մամ, ես քեզ սիրում եմ։ Այ հիմա առիթն անպայման մամայից ուրեմն կխոսենք։ Մենք ասում ենք դուք միշտ papaից եք խոսում, ես չկամ ձեր կյանքում։ Ասում դու նամարդ միշտ կաս, դրա համար դու միշտ մեր կողքին ես եղել, դա համար խնդիրներ չեն եղել։ Արև, այ papaին ասում էր, որ երբ որ ես անգամ ինչ որ բան էի կարում, ինքը մեջքից հետևից ասում էր կարը ծուր գնաց։ Հա, միշտ։ Բայց հիմա դու ասացի շոուրումը, չէ՞, ես ամեն անգամ երբ որ մտնում եմ ձեր շոուրումը, անկեղծ շունչս կտրվում է այդ գեղեցկությունից, այն ինչ որ ես տեսնում եմ, որովհետև այդ արվեստի գործեր են ինձ համար, այն սպիտակ հագուստները, այդ քարերով է ձեռքի աշխատանքները։ Ես սիրում եմ ավելի շատ այդ ոչ թե բեմի հագուստ, այլ որպես произведение искусства, բայց դա որպես բիզնես ճիշտ չի աշխատում, դա պրոստը ոտ ոնց սիրուն նկար կնկարես, այդտենց մենք այդ հագուստն ենք ամ ու վերջ։ Որպես բիզնես ինձ թվում է դա այն հագուստներն են, էլի կկրկնվեմ, որ պիտի մարդիկ կարմիր գորգին կրեն։ Ինձ թվում է պետք է գտնել այն ճանապարհները, որոնք որ պիտի կրեն աստղեր ու դա այնքան, օրինակ մենք ունենք բրենդներ, չէ՞, չնայած դա Զարթերի բրենդ է, Սարտորոն օրինակ մենք Թալարի հետ հանդիպեցինք, օրինակ Վերնայի հետ պատրաստվում ենք, Բեյրութ այս դեպքերը եղան, բայց մենք անպայման խոսքը Եփրեմ բրենդի մասին է, որ էլի միջազգային աստղեր են կրում։ Հիմա ես ուզում եմ, որ մի օր Կիվերան էլ այդպես աստղեր կրեն, որովհետև Կիվերան եմ ուզում, թող Աստված լսի մեր ձայնը եւ լինի այդ։ Ես ասեմ, այստեղից շուտ է հասնում։ Ավելի չեք հասներ քեզ։ Բայց ինչի ասեցի papaին, հիմա papan որ գալիս է մտնում է քո շոուրում։ Այդ գեղեցկությունը դա ինչ է ասում։ Ինքը որ մտավ առաջի անգամ, դե շատ, կստати մենք բացել ենք, ինքը չէր եղել։ Որ մտավ ասեց Այս ինչ ստեղ ուրիշ աուրա է, այս ինչ հանգստություն է, ու իմ բանեն ասում դու զգացիր դա։ Ոնց որ ես կարողացել եմ առանձին փակվել ու ստանալ մեր
առանձին աշխարհը, սենց ասեմ։ Потому այդ շոուրումը շատ եմ սիրում։ Ինքն է մի քիչ տենց ոչ հասանելի տեղ է գտնվում, то есть մարդիկ չեն պատկերացնում, որ այդ շենքի վերևը պետքա ինչ-որ տենց նորաձևության տեղ լինի։ Չգիտեմ, մի խոսքով ինձ թվում է, որ աուրան ճիշտ ենք ստացել, իսկ դա շատ բարդ է։ Մարդ հայտնվում է գեղեցկության աշխարհում, մոգական աշխարհում։ Ինչ որ sense կախարդական բան կա այդ ամեն ինչի մեջ։ Չէ, բայց դու պրոստը զգում ես, ամեն մեկը չի դա զգում, բայց իմ papan է դա զգում։ Արև, իսկ հիմա երբ որ ինքն նայում է քո ստեղծագործությունները, իր այդ գովերքի խոսքերը լսում ես դու։ Չէ։ Միչև հիմա ինձ գովում է միշտ իմ papan։ Ահա։ Այդ իր համար ես տենց առանձին ինչ որ տենց մի հատ աշխարհում եմ, ու ինքը դաժե ինձ զանգում ասում է, ես տեսա, որ ինչ որ մեկը հակել էր աստղետ, այս ձեր շորն, ասում papi դու լուրջ դնում, դա նայում ես ու հասկանում ես, ասում հա, ես քո սախ շորերը գիտեմ, քո ձեռագիրը լավ չանաչում։ Ես իմ papan հայտ մեր явный ֆանատն է, սենց ասեմ։ Բայց իսկապես գիտես, ինձ թվում է դիզայները ինձ համար կարևորվում է առաջին հերթին նրանը, երբ որ ինքը ունենում է հստակ ձեռագիր։ Այսինքն, երբ որ դու տեսնում ես այդ հագուստը, ու դու գիտես, որ դա կիվերա է։ Բայց դու դա հատուկ չես անում, Դա դրա համար եմ ասում, դա ի վերուստ քեզ տրված է։ Էլ համեստություն մի է։ Չէ, համեստության մասին չի խոսքը, պրոստը իրոք ես միշտ փորձում եմ ուրիշ բան անեմ։ Դες ես հասկանում եմ մեր կոլեկցիաները ոնց է փոխվում ըստ իմ մեջից զգացողությունից, բայց մեկը մի հատ գիծ կա, որ միշտ դա նույնն է, դες միշտ երևում է, որ դա այո կիվերա է։ Իսկ ահա, ուզում եի ասեի վատամ, չէ։ Պատվաներ մի։ Իսկ ում խոսքերն է, որ քեզ համար ասեմ ստիմուլ է հանդիսանում, քեզ ոգեշնչում է։ Կարամ չասեմ։ Ալիկի։ Չէ, Ալիկներ, կստացի, Ալիկը ինձ չի բան։ Ալիկը ինձ միշտ sense հետ է բերում այս աշխարհ տիպը։ Դες երբ որ ես ասեմ, վայ, հետ արի, իջի, ինքը այդ հակառակն է իմ այդ հարցում։ Չէ, բայց կան մարդիկ, ում կարծիքը իմ համար միշտ կարևոր է, չեմ խոսա հիմա դրա մասին, բայց կան որ շատ կարևոր։ Այդ երկու մարդ է։ Բայց չենք ասում անուններ։ Ընկերուհիներ են, ընկերներ են։ Իմ ընկերներից են, մեկը չեն ճանաչում։ Իգական սերի թե արական։ Աղջիկ։ Այո։ Որ երբ որ ինքը ասում է, այ լավ է, ուրեմն ես գիտեմ, որտեվ ինքը կյանքում չի ասի, որտեվ որ դες հենց այնպես չի ասի։ Ինքը չի տեսնում այդ սիրունը տենց ոնց որ տեսնում են մնացածը։ Ինքը հասկանում է մեջից ինչ էի ես ուզում ասեի։ Հասկացա։ Տենց։ Ես կուզեմ, որ խոսենք այն բացառիկ երևույթի մասին, որ հիմա ինստիտուտա վերջապես նորաձևության ինստիտուտա հիմնվելու այդ իմ երազանքներ։ Այդ երազանքներից մեկը, լավ, սենց ասեմ, շատ էի ուզում ու ամեն տարի փորձում էի սկսել, հետո հասկանում եմ, որ դեռ պատրաստ չենք։ Առաջի հերթին մեր բիզնեսը դեռ պատրաստ չէր նրան, որ մենք հասկանանք, թե ինչ է պետք, որ բացենք այդ ինստիտուտը։ Մեր ինստիտուտում տես մի քիչ վրաց թրա այդ կողմ, իմաստը ինչի որ դու գալիս ես ու դառնում ես դիզայներ, որտեվ սովորել որպես դիզայներ, այստեղ կան ինչ-որ ինստիտուտներ, կան լիքը կուրսեր, դու կարող ես դաժե մտնել օնլայն դա սովորես, բայց սա հարցերն է, որ մենք, դաժե ես, երբևէ չեմ նայել դրան որպես բիզնես։ Ես դա նայել եմ որպես искусство, то есть мы там рисуем, показываем, ամեն ինչը շատ գեղեցիկ է, լավ է, բայց վերջում դա оказывается, որ դա տենց չէ։ Ու այս վերջի 2 տարին Կիվերան ծախսել է սաղ իր ռեսուրսը, ասենց բացատրեմ, ժամանակ, ներվ, ամեն ինչ, որ հասկանա թե որպես բիզնես դա ոնց պետք է զարգանա, որ աշխատի։ Ու երբ որ ես սկսեցի պատվիրել այդ outsource դրսից կամպանիաներից տարբեր հետազոտություններ մեր հետ կապված, ես հասկացա, որ ունենալ քո բրենդը դա вообще նորաձևության ու դիզայնի հետ կապված ընդհանրապես նույն բանի մեջ են։ Դա մաթեմատիկա է, դա ֆինանս է, դա հաշվարկ է ու եւ մենակ հաշվարկ է։ То есть даже коллекциան То есть подиумный коллекцион մենք անում ենք մի ձև, բայց коллекция для продажи коммерческая, դե լրիվ ուրիշ պատմություն է։ То есть ես չի պատկերացնում, որ պետքա անպայման մի ներքևի լինի այսքան վերև, այս մի գույնին պետքա լինի այսքան գույն չի կարա մի կրանշտեյնի վրա։ Короче, իրանք այս վերջի մեր բանը 101 էջանոց իրանք паспорт էին ուղարկել Կիվերայի համար, թե Կիվերան ինչ ձև պետքա ներկայանա։ Ու մենք Փարիզ այս տարի առաջի անգամ տարանք այդ այնց ձևի կոլեկցիա, որտեղ մենք միշտ արել ենք այն ինչ որ ես սիրել եմ, ես ուզել եմ, իմ դուր եկել աղջիկների տենց հետ մտածել ենք, քննարկել ենք եւ ստեղծագործել ենք, բայց оказывается это вообще ուրիշ բանի մասին է։ Ու ես հասկացա, որ ինչ էր պետք, то есть ավարտելուց հետո բացել եւ չիմանալով պրոստը տենց անել, հասնել 18 տարի ծախսել ժամանակ ու հետո նոր հասկանալ, որ вообще ես սխալ էի ակասցա աշխատում։
Ես պետք է ուրիշ ձև աշխատեմ եւ 2 տարի ես ծախսեցի դրա վրա։ Ու մենք հիմա հասկացանք, որ մենք ինստիտուտը հենց դրա համար ենք բացում, որ լույս մարդ որ ունի գաղափար, որ ուզում է ինչ-որ բրենդ ստեղծի, դա պարտադիր չի հագուստի։ Իհարկե մեր ոլորտի, то есть аксессуары, это բիժուտերիա, սումքի, то есть մի խոսքով այդ ամեն ինչը ինքը կարող է գա մեր մոտ սովորի։ Մեր կուրսերը 8 ամիս տևողությամբ են, որից 6 ամիս իրանք դասեր են անցնում եւ 2 ամիս իրանք պրակտիկորեն դա ստեղծում են։ То есть это հենց իրանք եթե ունեն գաղափար, իրանք հենց կոլեկցիան մեր հետ էլ ստեղծեն։ Մասնագետները ելնելու են դրսից, այդ իմ ամենաառաջի ցանկությունն էր, որովհետեւ մենք ստեղ չունենք պրակտիկ դասախոսներ, ով որ դա իրականացրել են, աշխատել են այդ բրենդերում, то есть даже մեր բրենդերը այդ բրենդերը չեն։ То есть դա իրոք լուրջ մարդիկ են, որ լուրջ կամպանիաներում աշխատած, մի խոսքով ինձ թվում է, որ մեր ոլորտի ցանկացած մարդուն դա հետաքրքիր է լինելու։ Սեպտեմբերից մեր դասերը սկսելու են, մայիսի 16-ին մեր բաց դռների օրն անելու առաջի, ես այնքան եմ բանում, ոնց որ առաջի պակաս է, ասում եմ я переживаю, բայց այդ շատ հավես պրոյեկտ անելու եմ։ Իսկ կան ինչ-որ բաժիններ մասնագիտական։ Դե ինքը լինելու է 3 կուրս, բայց առաջի կուրսը, հենց իմенно այդ առաջի 8 ամիսը մենք մի կուրս ենք անելու, как бы համ պրոբնի, համ էլ որ հասկանանք իրոք ճիշտ ուղղությամբ ենք աշխատում թե ոչ, դա հենց լինելու է вот управление брендом։ Ինքը կոչվելու է իհարկե ուրիշ ձև, ես ռուսերեն հեշտացնում եմ համար, как построить свой бренд։ То есть стратегиայից սկսած սիստեմայից մեջի ոնց դա պետք է լինի, դա ամեն ինչը մեջը սովորացնելու են։ Արեբ, այ դու ասացիր, որ մենք Փարիզ գնացինք արդեն այս վերլուծությունից հետո, այսինքն տարբերությունը ինչումն էր։ Որ երբ որ դու փորձում ես վաճառել քո կոլեկցիան, դու հասկանում ես, որ դու միանգամից կարողանում ես անես ավելի շատ չեք կոչվածը, то есть երբ որ դու վաճառում ես մի տաբատ, մեր մոտ առաջ կար այդ տաբատը ինքը ունի իր վերևը, всё։ Իսկ հիմա դու այդ մի տաբատով կարաս ծախես 3 հատ վերև, 2 հատ աքսեսուար, մի հատ էլ տենց պիջակը, որտեղ ինքը այդքան մեծանում է։ То есть դու օգնում ես քո վաճառողին, ինքը կարողանա վաճառքը անի ավել։ Հասկացա։ Իսկ դա մենք երբեք չենք մտածել։ То есть ես մտածել եմ, այս լուկը սիրունա, մի հատ ուրիշ լուկ սիրունա։ Եկ իրար բռնում են սիրունա, ունենք գիծը, ունենք ամեն ինչ, ունենք տենց թեման, բայց այդ թեմայից բացի ակասը կա ֆինանս, որը դու կարաս մի հատ էլ ծախես, մի հատ էլ։ Բայց գիտես, հիմա որ դու ասացիր, օրինակ իմ Style by Gaia-ն, սովորաբար որ լուքերը կազմում է, ինձ ասում է, երբ որ մի բանը գնում ես, մի մտածի, որ դա մենակ էս մի բանի հետ պիտի գրես։ Եթե դու կարող ես մի 3 տարբեր հագուստներով դա համադրել, ուրեմն պետք է այդ հագուստը դու ունենաս։ Այո, նայեք, օրինակ մենք դաժե նկարելուց մենք հասկանում ենք, որ իհարկե իմ կոլեկցիայում է կարայիր դու մի քանի բան համադրեիր, բայց մենք երբեք դա դաժե տպած չենք տարել ցույց տվել։ Իսկ այս անգամ մեր մոտ մի տաբատներ մի անգամից նկարած էր մի 5 ձևի, то есть դու կարաս այս նույն բանը սենց հագնես, то есть ամեն ինչով մենք փորձ իհարկե 100%-ն չէինք ստացել դա, որտեվ առաջի փորձն էր։ Հիմա այս մյուսը սեպտեմբերին որ գնանք, ինձ թվում է ավելի լավ ռեզուլտատ կունենանք։ Բայց դա հրաշալի է, գիտես ինչի, որտեղ մարդ արդեն ինքը որ մի գնում է անում, ասենք լավ մի 5 գնում է անում, ինքը արդեն մի 10 օր կարող է չմտածի ինչ ակրի։ Իհարկե, ինքը բացում այդ տկա։ Բայց իհարկե դա հեշտացնում է, մեր մոտ եմ ասում, քո ասած իսկուստվա էր ինքը տենց, այ դու ոչինչ դիմացի, մի հատ հետո տենց թող կախվի շկաֆում կհիշես, չէ, տենց ճիշտ չէ, այսօր չեն ուզում։ Դու շատ ստեղծագործ մարդ ես ու բիզնեսը դա քոնն է, բայց դու հաշվարկի մարդ ես, հա։ Բայց ուզում եմ հենց այդ էի ասում, որ դու հաշվարկի մարդ ես, դու հենց ստեղծագործող մարդ ես։ Իսկ ով է քո բրենդում կամ, չգիտեմ, ընտանիքի տան, դա պապան է, դա Ալիկն է, որ քեզ բերում է, դու ասացիր Ալիկին ինձ կանգնեցնում է, բայց այդ հաշվարկները Ալիկն է քեզ օգնում անել։ Ես որ միշտ ասեմ, արի խնդրեմ դու միացի, դու կարաս էսի տենց անես, որ լինի նենց ոնց որ ես երազում եմ պատկերացնում, ինքս ասում եմ, խնդրում եմ, ես ու դու մի հարտակում չաշխատենք իրար հետ։ Փորձում եմ չերես outsource կամպանիա։ Որտեղ ուրիշ տարբերակ չէ։ Իսկ ինչի երբ որ սկսում եք իրար հետ աշխատել, թե փորձը չեք ունեցել, թե ունեցել եք դրա համար այդպես ասում։ Ունեցել ենք, բայց ոչ այս պրոյեկտով ուրիշ, չէ, իրար չենք սպանել, շատ հաճելի նորմալ էր, բայց ես հասկանում եմ, որ այս պարագայում ես ուրիշ ձև եմ նայում։ Ինքը ուրիշ ձև է նայում ու ինքը վախենում է, որ ինձ չնեղացնի, ես հասկանում եմ դա։ Ես էլ ասում լավ, բայց կուզենայի իհարկե իրար հետ փորձենք, որովհետև ես գիտեմ, որ իր ուղեղը ուրիշ ձև աշխատում։ Ես ուզենամ չեմ կա տենց մտածեմ։ Ես մարդու հետ 20 տարի ապրում եմ, ինքը մեկ-մեկ բանի ասում, ես ասում, ոնց է դու տես։ Так и так можно было։ Այլև այդ պատմությունը ուտեղ հասկանում եմ, որ նո ռազնի։ Բայց գիտես, դες խոսում ես էլի աչքերդ փայլում է, երբ որ դու Ալիկի մասին խոսում ես։
Այդ շատ սիրուն է։ Ուրեմն այս վերջերս մի հատ կնոջ էի լսում, էլի fashion industry-ից էր, ու իրեն հարցրեցին, ձեզ համար ով է ուժեղ տղամարդը, իսկական տղամարդը, ինքը ասաց, գիտեք, երբ որ կինը տղամարդու կողքին դառնում է երեխա, աղջնակ, նշանակում է դա այն տղամարդն է, որ իրան պետք է, ասում է։ Իսկ եթե ասում է այդ տղամարդը դու այդ տղամարդու կողքին զգում ես քեզ մամա, նշանակում է այդ տղամարդը դեռ չի մեծացել։ Ճիշտ է։ Ու ավելի վատ տարբերակ կար, ասեց, երբ որ դու քեզ զգում ես տղամարդ կին, այդ Ոտ, ես այդ սաղ տարբերակները հաջողակի հետ ես։ Հա, միանշանակ համաձայն եմ։ Ոտ լրիվ համաձայն եմ։ Հիմա դու ալիքի հետ քեզ երեխա զգում ես։ 5-րդ երեխան ձեր ընտանիքի։ Զգում եմ, ասեմ ինչ, որտեվ ես գիտեմ, որ ինքը կա։ Ես գիտեմ, որ ես ունեմ մեջք։ Ինչքան էլ ինքը չի խառնվում իմ գործերի մեջ, երբեք որ սկսում եմ խոսալ, ինքը միշտ ինձ մեղադրում է։ Կյանքում չի ասում, ոտ իմ, հա ոչ, ինքը միշտ ասում է, քո խելքից է, քո որոշումից է, դու ես մտել դրա մեջ, դու ես բանում։ Բայց մեկը ես հասկանում եմ, որ если что, ինքը կա։ Իսկ այդ Աշուշենյան քեզ տալիս է ահա որ մեծ թևեր, որ դու տենց փորձես, ոչինչ ընկար, մի հատ է կբարձրանա, մի հատ է կբարձրանամ։ Ինձ թվում է դա շատ ճիշտ ընտրություն է եղել իմ կյանքում։ Իսկ երբ որ վիճում եք սովորաբար, օրինակ ինչ հարցերի շուրջ եք վիճում։ Կենցաղային, երեխեքի դաստիարակության, օրինակ երեխեքի Չէ, երեխաների դաստիարակության մեջ ես երբ որ երեխան ճիշտ բան անում, դա միշտ ինքն է, եթե սխալը կամ լավ չսովորեց, այդ ես լավ չեմ դաստիարակել, դա նորմալ է, ինձ թվում է շատերի մոտ հատես։ Դա օք է, բայց իմ երեխաների երևի թե 3-ը տոչնը ինքն է։ Դրա համար как бы մենք այդ թեմայով շատ չենք ասած քո քեզ ունենում ռազմագլաս, բայց իրար հետ պայմանավորվում եք, օրինակ ասում ես, ալիք, հիմա որ էս խնդրեցին, ասում ենք չէ։ Նենց չլինի, որ ես ասեմ, հա դու հետո ասես, չէ կամ ես ասեմ, չէ դու ասես, հա դու դառնաս իրենց աչքին լավամարդ, ես էլ Իրանց մոտի միշտ մեկը լավամարդը ինքն է վատամարդը ես, որովհետև ես չեմ թողնում iPad, հեռախոսը, ամեն ինչը։ Ու ես որ գալիս եմ տուն, իրանք գիտեն որ դեպսում հետո մեկին պետք է տանեմ մյուս պարապմունքի, իրանք ասում են՝ «Ты уходишь, папа дома, ты уходи»։ Ասեմ, բայց դուք ուրախամ եք, որ ես գնում եմ, ու ալիք ասում իհարկե, որովհետև ես իրանց թողնում եմ դա։ Ասում ես ասում եմ իրանց օրը մի քանի ժամ եմ տեսնում, ասում պետքա չէ ես լավը լինեմ։ Ասում դե լավն էր, ասում այա так плохо։ Իրանք շատ նման են, իրանք ասում մի կոմանդա են, ես էլ այս կողքից։ Իհարկե ինքը ասում է, սաղ քո համար ես ունեցել, ես մի հատ աղջիկ չունեմ, բայց որ նայում եմ, իրանք դաժե նստում են նույն ձև, իրանք խոսում են հումոր, բայ մեծը ու ալիկը, իրանք դաժե որ նստում են, սկսում են իրար տենց հումորով կծել, սենց ասած, ասեմ ալիկ դու հասկանում ես, որ ինքը точно даже քո հումորը ունի։ Ասեմ, я как папа КВНщик, ասեմ, да, ты так решил։ Այնքան է տատին ասել, որ ինքը գիտի որ papan ԿՎՆ-ում է խաղում։ Այ Հովանեսի մասին է, չէ՞ խոսքը։ Ես ուզում եմ որ այդ պատմությանը անդրադառնանք, մենք խոսել ենք, բայց մարդիկ կան, որ հիմա ավելի լայն տարածում ունի հաղորդում ու շատ ավելի տարբեր հարթակներում է։ Շատ ուրախ եմ։ Ես կուզեի որ դու պատմեիր, որովհետև ես գիտեմ, որ 7 տարի երեխա չեք ունեցել ու այդ տարբեր ապրումներից հետո ընկճախտերից հետո այո 7 տարի ու ասեմ սենց իրոք մենք երևի սաղ բժիշկներով, տարբեր քաղաքներով մենք գնում էինք, մեզ նայում էին, ստուգում էին տարբեր բժիշկներ ու բոլորը նույն բանն էին ասում, թե երևի պետքա սպասեք։ Իսկ մենք չենք ուզում սպասենք, չէ՞։ Այդ մարդկային բան կա, որ հիմա եմ ուզում, հենց հիմա ուզեցի պետքա լինի։ Եվ տենց երկար տարիներ փորձելուց, ասած սպասելուց ես մի օր случайно, честно, մտա եկեղեցի։ Ու այդ օրը ակասը տրնդեզի օրն էր։ Ես չգիտեի, ես просто դուրս էի որ գայի աշխատանքի ու почему-то իմ այդ ժամանակ ես էի քշում։ Իմ մեքենայով sense գնացի եկեղեցի, մտա ու պատարակ էր։ Ես առաջի անգամ իմ կյանքում սաղ պատարակը նստեցի, ես երբևէ չէի նստել։ Հա, ես միշտ գնացել եմ եկեղեցի, միշտ աղոթել եմ, միշտ հասկացել եմ, ընդունել եմ, բայց оказывается ես դա հասկացել եմ այսքան։ Եվ ես դուրս եկա եկոսյալիկ, ասեց Տեր հայրը այնքան հասանելի էր խոսում։ Обычно իրանք ուրիշ ձև են խոսում, ու դու չես հասկանում, տենց ասում ես, ես աղոթեցի գնացի։ Ու մենք սկսեցինք, как бы գնացինք այդ Տեր հայրի հետ խոսացինք, ինչ որ եկեղեցի սկսեցինք գնալ իրար հետ ավելի հաճախ, ու մեզ ասացին, որ գնացեք Սուրբ Հովանես Ղալթախջի։ Ու գնացինք։ Ես բարձրացել եմ Ղալթախջի, բայց հետո մեքենայով եմ իջել, որովհետև սխալ կոշիկներ էի հագել ու ահա որ ոտքերս սահում էր, ես անդուտ ընկնում էի։ Իսկ դու բարձրացել ես ու իջել ես։ Այո, քո ոտքերով։ Այո։
ու սենց ասեմ, ոչ մենակ Հովանես, մենք գնացինք այդ տարի երևի մենք Երևանի ամբողջ եկեղեցիները, որը հրաշք էին գործում, սենց ասած, լսելով ինչ որ ընկերներից, ծանոթներից, սկսեցինք գնալ։ Եվ ես այդ ժամանակ ծանոթացա մի հատ աղջկա հետ, որը հիմա իմ համար ամենայիմ մոտիկն է, իմ ընկերուհին է դարձել, մենք իրար երեխաների քավոր դարձանք, Արուսիկ է անունը, ու ինքը, ոնց ասեմ, ինքը ինձ համար բացեց այնց ուրիշ աշխարհ, որը ես չէի պատկերացնում։ Ես սկսեցի ինքս ինձ ճանաչել զրոյից, ու ես հասկանում եմ, որ մեզ թվում է, օй մենք բարի ենք, օй մենք տենց ճիշտ ենք անում, տիպը կա 10 заповедей։ То есть մենք դա պահում ենք եւ մենք ուրեմն տենց ճիշտ քրիստոնյա ենք, բայց հասկանում ես, որ 10 заповеди դու պահում ես, բայց դու չես բացում, հա, իհարկե դու никого не убиваешь, ինչ որ տենց լիքը բաներ չես անում, բայց թեկուզ նույն օրինակ նախանձես, ասում ես կյանքում ոչ մեկին չեմ նախանձել։ Իրոք ես երբեք չեմ նկատել քո մեջ երբեք այդ։ Օրինակ, ես դա չեմ զգացել, բայց ես իմ մեջ զգացել եմ, որ ես վախ ունեմ։ Իսկ Աստված միշտ ասում է՝ մի վախեցիր։ Բայց ես իրոք ինձ թվում էր, ես տենց ռիսկով եմ գնացի, բայց ես հետո սկսեցի բռնել ինձ այն վրա, որ ես ամեն օր դուրս գա, ասում եմ, հավար մեկը չստանցվի, դե լավ գնացի։ Ահա։ Իսկ երբ որ ես գնում եմ առանց մտածելու, որովհետև ես գիտեմ, որ Աստված, եթե պետքա դա ստացվի, թող ստացվի, եթե չպետքա ստացվի, ուրեմն դա չպետքա ստացվի։ Ու այդ սաղ եկավ նրան, որ ես երեխուներ սկսեցի ուրիշ ձև խնդրել։ Ես չի ասում, խի, ես չունեմ երեխա, ես ուրեմն դաստոյնի չեմ այդ ամեն ինչին։ Խնդրում արև։ Ես ասում եմ, եթե ես արդեն պատրաստ եմ, ինձ տուր, եթե ես դեռ պատրաստ չեմ, ինձ խելք տուր, որ ես պատրաստվեմ դրան, որովհետև ես կարող չեմ հասկանում ինչ որ մի բան։ Ու այնքան լավ եմ հիշում, ես մի անգամ Մանումենտի դիքը բարձրանում եմ մեքենայով, ու ես հասկացա, որ ես այդքան գնում եմ, այդ սաղ բժիշկները արդեն ձեռս գժվել էին լուրջ, հենց նա տորմս նաժալ ու ասի, ու ես հասկացա, որ սա խնդիրը իմ մեջ, ասի Աստված ջան, ասի ուզում ասի 7 տարի էլ ավել, 10 տարի էլ ինձ տանջես, մեկա գալու եմ, այնքան եմ քո դուրը գալու, մինչև իմ երեխուն ձեռս չբռնեմ։ Հա։ Ու այդ րոպեին ես հասկացա, որ սա հարցը իմ մեջ էր, որովհետև ես սխալ էի դա խնդրում։ То есть ինքը պարտավոր չէր ինձ այդ երեխուն տալ, որովհետև ես չէի գնահատելու դա այդ ժամանակ։ Միլացիա, դες այդքան դարձել արդեն սաղած։ Ու հիմա դամար այդ երեխուն նույն ես այնքան ուրիշ ձև եմ նայում, ինքն էլ ուրիշ է։ То есть даже մեր նույն դպրոցում կամ նույն ընկերների մեջ ասում են, ձեր Հովանեսը ուրիշ է։ Ես հասկացա, որ он вымыленный ребёнок։ То есть մենք այնքան ենք աղոթել, խնդրել, իսկ հետո ասա դե այդքան ուզում եք անտի։ Друг за друга։ Вот, так что Արա, իսկ երբ առաջի անգամ զգացիր, զգում էիր նախքան այդ տեստի պահը, որ դու արդեն հղի ես սպասում ես երեխա։ Չէ, երևի ես այնքան էի արդեն բան եղած, որ տենցի կլինի, որ ես реально չէի հավատում։ Ես прямо вот хотя այն մնացածին էլ գիտես որ հղիացի։ Բայց ինձ թվում է մայրությունը դա ամենահրաշք բանն է։ Ու ինձ թվում է ես դրան պատրաստ էի այդ տարիքում, բայց ես իրոք ի սրտանց կցանկանամ, որ ամեն կին դա զգա, որովհետև ոչ մի գործ, ոչ մի այդ սիրահարվել, սիրեցի, տենց այդ իմ կեսնա, սաղ լավ է ու սաղ ճիշտ է, բայց այն սերը, որը դու քո երեխայի նկատմամբ ես զգում, այդ աննկարագրելի է։ Այդ даже խոսք չեմ կակնում, это лучше всего на свете։ Դու մայրես դու կասես։ Հովանեսներ, որ դու պատմեիր, որ վերջի անգամ պիտի մեկնեիք Դուբայ։ Հա, ինքը այդ օրը զարթել ասում մենք չենք գնալու, ասում ոչ չենք գնալու, հավաքվում ենք, դա չիմոդան բան, причем առաջի անգամ մենք որոշել էինք նենց գնանք, որ ամեն մեկը ինքը իր ճամպրուկը հավաքի, то есть միշտ ես սաղին հավաքում ենք, տենց պատրաստ են ու այնքան ամեն ինչը ստոպ էր, то есть մենք մի չիմոդանը մոռացանք, հետ գնացինք, մյուսը վերցեցինք, տենց մի խոսքով, տենց սաղ կինո, ու в итоге մենք թռանք ու օթից մեզ հետ բերեցին այս պատմությունների հետ կապված, ու մենք որ իջանք, ինքը առաջին նայեց, ասում է բայց ես ասում էի, չէ, որ մենք չենք թռնելու։ Իսկ դու նորից ինչ չհավատացիր։ Ասում, չէ, ես հասկացա, բայց ինչ էր ասում Արևիկ, ասեմ մամ չգնամ։ Հա, ինքը ասում է, что-то будет, что-то плохое, что-то будет. Мне не нравится, давай не поедем։ Բայց հետո как бы անցնում էինք այդ ձենչերան, բայց այդ օրը ямոտ այնց ինչ-որ շատ բաներ, տենց չլսեցինք, գնացինք հետ եկանք։ Ասեմ, բայց տեսար նորմալ օթից հետ եկանք, նորմալ հետ եկանք։ Հիմա հենց բան ասում, սա դու ինձ էլի չես հավատում, ասեմ չէ, հավատում եմ, բայց արի ասեմ, լավ է մտածենք, թող լավ է։ Ինքը շատ չծիծելն է, սաղ զգում է։ 4 տղա, այդ նենց մեծ պատասխանատվությունը ու բարդ է տղաներին մեծած։ Ինձ աղջիկ երեխային ավելի հեշտ է մեծացնելը, քան տղաներին։ Գիտես, ինձ որ հիմա հարց են տալի կուզենաս աղջիկ, իրոք իհարկե կուզենամ, բայց մեջս կա այդ վախը,
որտեվ ես սովոր եմ իրանց, ես սովոր եմ տոնը իրանց հետ խոսալու, ես սովոր եմ ոնց իրանց ղեկավարել, այս պահին քանի թույլ են տալիս դա անել, աղջկան չեմ պատկերացնում։ Ես տեսնում եմ իրանք ինչքան ճուստվիցին են ու շատ հետաքրքիր բան ասեմ, որ Ալիկը այնքան էր ուզում աղջիկ, որ անցյալ տարի իմ քրոջ աղջիկը ամառը եկավ մեզ հյուր։ Եվ ասաց ինձ դուր է գալիս տեղ, ես ուզում եմ մնամ։ Ու հիմա ինք արդեն մի տարի է մեզ մոտ է մնում, ու Ալիկ ասում է ինքը իմ աղջիկն է, ասում Ալիկ տեսար այնքան էիր ուզում, ասեմ ուժը գտով է, Քանի տարեկան է։ ինքը դարավ 16, ու ես հասկացա ինչքան ուշադրություն է պետք, որը ես չեմ կարողանում տամ, ես պատրաստ չեմ։ Ես սովոր տղային ասիր, չէ, ու всё, տենց իան պետք է տենց, ոնց ասեմ, очень надо вот сюсюкаться, а я не умею։ Ես հիմա իր հետ սովորում եմ ոնց է պետք աղջիկա հետ տենց նստել, տենց ոյ։ Արե, դու ճանաչած ամենաանկեղծ մարդկանցից մեկն ես, անկեղծ եմ ասում, որ ես ասում եմ լավ է։ Որ ես ասում եմ կոմեդ ես անգամ այդ նախանձը չեմ տեսել։ Հիմա նոր թափ ստացավ, էլի ես տեսնում եմ, որ տարբեր մարդիկ քեզ կրկնօրինակում են։ Լինում է, որ սենց ոտերդ խփես գետնին ու ջղայնացած ասես ահա որ նեղվում էի, ահա որ ջղայնանում էի, բայց մի օր էլի Ալիկը ինքը միշտ շատ խելացի բաներ այնց ասում, տենց միշտ հետ է բերում։ Ասաց մի հատ քեզ բան ասեմ, ասաց իսկ ավելի լավ կլիներ որ դու ինչ որ մեկին կոպի անեիր, ասի ոչ, ասի բայց չեսնի չի, ասի ինքը իմ մոտ աշխատել է, հիմա դուրս է եկել գնացել այդ նույն բանն անում է։ Ասում է, հա, ասում է, բայց քո համար դա ստիմուլ է, որ դու պրինցիպի ես ընկնում, քո խասյաթը իմանալով, թազա բան ես մտածում։ Ասում է, եթե իրանք չլինեն, դու տենց տորմս կմնաս։ Ես типа դու ինձ не поддержал, ես տենց գնացի, նեղվեցի, նստեցի ու հասկացա, ասի Աստված ջան, ուրեմն ինձ այդքան միտք տոր որ ես կանեմ, ես դրա ավելի կարողանամ անեմ։ Իհարկե նեղվում ես, բայց չես կա ոչ մի բան ես։ Գիտես ինչի, օրինակ հիմա այս զարդերը, որ ես կրում եմ Կիվերայի, ինձ համար այս գեղեցկությունը միշտ Կիվերայի հետ ասոցացում, որտեվ սա էլ է ձեռագիր։ Հիմա բայց եթե ինչ որ մեկը որը ձեռագիրն է, բայց որը ես չեմ կրում։ Հիմա ինչ որ մեկը, որը որ սա անում է, կարող ես հանդիպել, ցավոք սրտի, բայց օրինակ երբ որ ես դա կրեմ, հաճույք չեմ ստանա։ Գիտես ինչի, որտեվ ես չեմ հասկանում երբեք այն մարդկանց, ովքեր գնում են այդ թանկարժեք բրենդների կոպի տարբերակները կրում են, դա կրում են իրանց համար չէ, ինչ որ մեկին զարմացնելու համար։ Բայց երբ որ ես հիմա սա կրում եմ, ես գիտեմ սա Կիվերա է ու դա ինձ շատ հաճելի է։ Բայց գիտես, ես մի օր այդ դրան պատասխան ստացա մի հատ աղջկանից։ Ես այն ասի, բայց ինչի համար ես, ասի դու հասկանում ես, չէ, որ դու չես կարող այս պայուսակով նստես общественный транспорт, ասի, то есть իրանք տարբեր կինոներից են, չեն բռնում իրար։ Ինքը ասեց, հա, բայց ինչ, որ ես ուզում եմ ունենամ ու չեմ կարա, խի ինձ թույլ չտամ, առնեմ դա։ Ու ես հասկացա, որ դա մարդու մեջի կոմպլեքս է։ Ես այն բացատրեց, ասի, դու հասկանում ես, որ դու այդ նույն գնի, այսօր այնքան բրենդեր կան, այնքան շատ նույն թեկուզ նույն Zara-ն, քեզ տալիս է այսօրվա տենդենցիաները ամեն ինչը։ Ու տենց թիմը պրոստը Zara-ն մտքիս եկավ, ամենապոպուլյարն մնացած ամեն ինչ։ То есть դու այսօր հագնվելու համար չպետք է շատ տառապես, որովհետև այնքան բաներ կա, որ դու կարաս выделиться, ասենց ասեմ, տարբերվես։ Բայց մարդ պետք է ունենա այդ ճաշակը ու պետք է ունենա այդ ռիսկը։ Որտեւ իրանց ավելի հեշտ է ինքը հագնի, տենց մտում գրած է շանել ու ինքը հավատա, որ ինքը շանել է հագել, կրել կներեք։ Ինչեւ մա լավ չեմ սովորել հայերեն խոսալ։ Քանց փորձի ինքը իրան գտնի։ Այ դա է խնդիրը։ Իսկ օրինակ քեզ ինչ նվերներ են ուրախացնում։ Օրինակ Ալիկը սովորաբար քեզ ինչ նվերներ ան բրենդային։ Ալիկը ինձ նվերներ չի անում։ Ինքը ասում է ան գումարը գնա ինքդ առ, որ հետո չասես ֆու էս ինչ։ Որտեղ մենք մի անգամ հանդիպում էինք, երբ որ նոր ինքը ինձ մի հատ նվեր արեց ու ես այդտեղ հասկացա իմ ամենամեծ սխալը, ես դիպլոմատ լինել։ Ես փորձեցի այդպես ցույցան, որ օքա, բայց իմ դեպքի տակը ես շատ անկեղծ։ Գրվեց։ Ու դրանից հետո դա առաջին եւ վերջին նվերներ եւ ինքը ասեց, «Всё, սրանից հետո դու ինքդ քո նվերները կառնես»։ Բայց ինչ էր ընտրել։ Չնես չէր որ վատ բաներ, պրոստը իմ ճաշակի չէր։ Բայց պայուսակ էր հագուստերի չէր։ Կավալից, պայուսակ էր, կավալին իմ համար են որ ոնց արևիկը չի կարողանա կրել։ Իսկ այդ դիզայներ, որ դու իրանով հիանում ես, ինքը քեզ մոտիվացնում է ու այդ ոճը դու սիրում ես։ Կապ, որը իմ ոճի չի։ Ընդհանրապես ես դաժե դա չեմ կրի, բայց ես հիանում եմ ռեսվանոտն։ Ոտ ինձ շատ է դուր գալիս։ Ես նայում եմ, հասկանում եմ, ասեմ ինչ եմ հիանում, որովհետև ես դա չեմ կարանեմ, ես դա չեմ տեսնում։ То есть այն ինչ որ անում են նույն Վալենտինոյի համար, Շանելի համար, Dior, այդ սա այնա ինչ ես իմ համար այդ էսթետիկան հասանելի է։ Ես դա ընդունում եմ, ընկալում եմ, ամեն ինչ լավ է։ Բայց այն ինչ որ ինքն անում, ես չեմ հասկանում։ Ու այդ ամեն ինչից իմ մոտ вот восхищение։
появляется։ Արև, այ 4 երեխաների հետ շատ դժվար է մենակ մնալ ինքդ քեզ հետ։ Երբ բոլորը քնում են, ինքդ քեզ հետ նոր այդ ժամանակ կարողանում ես մի քիչ ժամանակ անցկացնես։ Բայց երբ որ դու լինում ես, օրինակ շատ էմոցիոնալ վիճակում, շատ տխուր, շատ հուսահատ, ինչ ես անում։ Ում հետ ես կիսվում կամ ինքդ քեզ հետ ես խոսում։ Հա, ես գնում եկեղեցի անկեղծ եթե ասեմ, իսկ մի անգամ տենց եղել էր, որ ես ինձ շատ նեղված, причем իրանցից էի նեղվել, որովհետև իրենք երբ սպանում էին, так скажем, ինչ որ մի հատ խաղալիք չէին կարա կիսեին, որովհետև սա ունեին, այդ 4-ն էլ նույնից ունեին ու չէին հասկանում, թե դա նույն այդ ումն է։ Եվ ես ինձ նեղված, որ ոնց կարան հարազատ աղբերները, տենց մի հատ ինչ որ տենց խաղալիքի համար էս չափսի կռվեն, նստեցի գետնին ու սկսեցի լացել, սենց բրամ սենց ցենով լուրջ լացում էի, որ ծիպ Աստված ջան, խիեմ ես սենց դաստիարակել, որ չեն հասկան, որ դա չի կարևոր է, ինչ որ սենց այդ րոպեին եկավ իմ Հովանեսը, ինքը շատ սառն է։ Եկավ սենց նայեց, ասեց, չէ, я սկզբից վազելով սաղեկան, Հովանես սենց առանձին մոտիկացավ, նայեց ինձ, սենց ասեց, успокоится, пройдет, ու գնաց։ Ու ես այդ դրանից սենց տիպը, я тут ору, мне плохо։ Իսկ հետո եկավ Էդվարդը, այդ երկրորդն, ինքը շատ էմոցիոնալ է, ինքը прямо տեն, даже որ մենք քայլում ենք փողոցով ու օրինակ եկեղեցի կողքը պատարակը բարձր են միացնում, որը ես շատ եմ սիրում։ Ու լսում եմ, սկսում եմ լացել, ասում խես լացում, не так грустно на душе։ Եկավ գրքիդ, ասում եմ, մամ, մենք չենք հասկանում հələ որ դու այտենց մեծ պատճառով լացում ես, բայց մի մտածի, наверное, мы вырастем, всё поймём։ Просто почему ты такой։ Ուզեմ ասեմ, в основном տենց որ լացում եմ գնում եմ մենակս լինեմ, որտեվ չեմ սիրում որ։ Вообще ես չեմ սիրում լացել ինչ որ մեկի մոտ։ Դա ինձ թվում է այն պահն է, որ դու տենց պետքա մենակ լինես։ Երկրորդը երևի թե ես այդքան շատ չեմ լացում։ Առաջ շատ էի լացում, հիմա չէ։ Երևի սա տենց բալանսի եմ բերել, տենց մեծ ներվային անում եմ, հանցնում եմ գնում եմ։ Իսկ օրինակ երբ որ ալիքից նեղանում ես, մեջդ ես պահում թե արտահայտվում ես։ Ասում ես որ հիմա այդքան շատ չեմ նեղանում, որովհետև գիտեմ, դաժե երբ որ ես գիտեմ, որ ինքը սխալ է։ Ես գիտեմ, որ ես պետքա պրոստը լռեմ ու մի 2 ժամից սաղ կանցնի։ Ինչի համար ես սկսեմ կռիվանել ու ապացուցել չէ որ ես ճիշտ եմ։ Եթե կամ 2 ժամ լռեմ, հետո կամանց։ Բայց այդ լռելը միանգամից չի գալիս, չէ՞ Արև, այդ ժամանակի ընթացքում ես սովորում։ Իհարկե, սկզբից это война миров была։ Իսկ հիմա չէ, արդեն մենք տամ ասում եմ, մուդր է ստալ, ասեմ, вот стало в 40 лет։ Արև, իսկ հիմա խանդում ես իրան։ Ես ոչի խանդող արդեն։ Հա, ես շատ собственник եմ։ Եթե թեկուզ թող այդ կապ չունի, հենց ամուսին կին հարաբերությունների մեջ չէ, даже любой։ Այս իմն է, այս մի հատիկը։ Ուրեմն սա իմն է, ինձ պետք չի 10 հատ։ Ես այդ մի հատով լրիվ օք եմ։ Բայց դա պետք է լինի իմս, պետք է իմ կոնտրոլի տակ լինի, իմ դիմացը լինի։ Իսկ դու ցույց ես տալիս խանդդ։ Անեք որ մի բան քեզ դուր չի գալիս, ասում ես։ Հենց այդ պահին թե համբերում ես գնաք տուն, թե գրում ես։ Չէ, չեմ համբերում, դրամը տենց։ Դե հիմա արդեն խնդալով եմ այդ սաղաս, բայց սկզբից դրամը։ Իսկ ինքը Չէ, հիմա ինքը ինձ երևի չի խանդում էլ այլևս։ Գիտի որ սաղոր երեխեք։ Իսկ երբ որ Փարիզ էիր գնաց։ Չէ։ Գող խանդումը թաքցնում արհեստավարժ։ Կարող, բայց ես երևի ավելի շատ եմ խանդում, կարծում եմ։ Հա, ես բրամը իսկ այդ ինչ որ աղու պղպեղ է հարաբերություններին։ Նակ չէ, ես չէի ուզենա տենց լինել, բայց ստացվում է իմ մոտ։ Ես ինձ թվում է լուբոյ կին զգում է կողքի կնոջ ինչ որ մի ոչ ուղիղ, այո։ Ու ես ինչը ասում եմ, վերջում լինում է տենց, ինքս մոտ դու ոնց որ նույնի վարիանտ որ ամուսինների մեջ ինչ որ մեկը չզգա, որ մեկը ինչ որ մի բան տենց շեղվեց։ Թեկուզ դաժե պրոստը հայացքով այդ րոպեին հենց էմոցիայով ինչ որ, որտեվ աղջիկ կա անցնում է, իսկ այսօր աղջիկներ չեն, այսօր տենց սա մոդել են անցնում քայլում, չէ՞։ Դաժե դու կնայես։ Հինգ տարին մենք տրանսֆորմացիայի են մեր հարաբերությունները, ինչ որ առումով սենց ենթարկվում, էլի ամուսինների միջև։ Այ մեր մոտ հիմա բալանս է։ Սերը ավելանում է, հարգանքն է ավելանում, ընկերությունն է շատանում։ Մի օր ինձ Ալիկը ասեց, ասում է, գիտես, մեր մոտ խիա ամեն ինչ լավ, որտեղ մենք լավ ընկերներ ենք քո հետ, ու ես սկզբից բան եղավ, մենք քո ընկերներ չենք, ապա друг друга любим, բան, բայց ես հասկացա, որ դա շատ կարևոր է, որ դու վստահում ես իրան։ Երբ որ չունես կիսելու կամ այնտեղ այդ ասած գոնկայի մեջ չես, տիպա нет, я лучше, нет, я лучше։ Դες все-таки այդքան տարի իրար հետ ստումա գալիս ես մի հատ այնց общий բալանսի, хотя իմ շրջապատում այնքան են հիմա բաժանվում մարդիկ ու այնքան ինձ տխուր է դա, որովհետև դա
իհարկե աշխատանքը ընտանիքը ու դու պետքա դա անես ոնց որ ուրիշ լուբո յուրաքանչյուր գործ։ Գիտես, ինձ թվում է կանայք հիմա ուժեղացել են հիմնական, ինքնուրույն են Միանշանակ, իսկ տղամարդիկ չեն ուզում դա անցալեն, կեսը ընդունում են։ Ուժեղ տղամարդը ընդունում է ուժեղ կին, բայց թույլ տղամարդը չի կարա իր կողքը ուժեղ կին ընդունի, ուտեղ սկսում է այդ դիսբալանսը։ Կամ իրանք տենց ասած ոչ մի բան էլ որոշում են չանեն ու նստում են կանանց մեջքին գլխին, չգիտեմ որտեղ, կամ էլ ասում են ստեսյուն, потому что տենց ճիշտ չի։ Դու որոշել ես որ դու ես տղա։ Իսկ ուժեղ տղամարդը կյանքում տենց բան չի ասում, որտեղ ինքը գիտի որ տան գլխավորը ինքն է։ Մենք ունենք շատ լավ ընկեր։ Արդեն վաղաց։ Չէ, Ամիո բանկի մասին է խոսքը, որը որ մեզ տրամադրում է իր Visa Platinum քարտը, եւ այս Visa Platinum քարտի օգնությամբ ճամփորդություններից, ես գիտեմ դու շատ ես ճամփորդում, դառնում են հաճիկ, որտեղ դու ունենում ես փայլուն ընկեր օգնական։ Հիմա Ամիոն, մեր ընկերը, քեզ համար բլից հարցեր է պատրաստել։ Օրինակ ընկերությունը ասված է, քեզ համար ինչ գույն ունի։ Օ, դեղին։ Ինչ հետաքրքիր է։ Իսկ եղանակ Ամառ։ Ընկերոջիցդ դաժան ճշմարտություն, թե երբեմն փափուկ խոսք։ Չէ, դաժան ճշմարտություն։ Ցանկացած միշտ ճիշտ։ ցանկացած բարական։ Այո, միշտ։ Որովհետև դա ճիշտ է։ Ես քեզ ուզում եմ նվիրել Ամիո բանկի Visa Platinum-ը, դու էլ ունես արդեն այս կախարդական քարտը ու հիմա ասեմ։ Ես չի օգտվել այս բանկից։ Գիտես, հիմա օրինակ որ գնաս օթանավակայան, չէ՞, ճամպրուկներդ անվճար կփաթեթավորեն, որտեղ դու ունես Ամիո Visa Platinum քարտը։ Հետո գրանցման հերթեր, որ սպասում եք, չես սպասելու։ Այո։ Հետո գնալու ես բիզնես սրահ։ Բիզնես սրահում կանես այդ սթորիները, որը դու չես անում, բայց Սուսան Մասյան քեզ կողքից կնկարի։ Հետո երբ օրինակ արտերկրում վարձես ավտոմեքենա, դու այդ ավտոմեքենան կվարձես 30% զեղչով։ Եվ Աստված մի արեսը փչացավ, չէ՞, այդ ավտոմեքենան։ Գալու են անվճար սարքեն, որտեղ դու ունես Ամիոյի ես ընկեր օգնականին։ Ух ты! Хорош подарок. Այսօր ինչն է քեզ ամենից շատը վախեցնում։ Խի այդ հարցը։ Չտայ։ Չեսն ասեմ, ես ահա որ ոչ թե վախենում եմ, այ երևի չեմ ուզում այս կռիվները տեսնեմ ու լսեմ։ Ուրեմն չեմ ուզում։ Ու ամեն ինչ միշտ արել եմ, որ իմ երեխաները այդ ամեն ինչից հեռու մնան, բայց այս վերջի մեր Դուբայ թռնելը եկավ հենց նրան, որ իրանք հասկացան ինչու՞մն է հարցը, որովհետև լիքը դասընկերների հետ էին մեկնում ու հետո սկսեցին իրար մեջ գրվել, բան, ու իմ Հովանեսը եկավ ասաց, մամ, ասաց, ինչի մարդիկ չեն հասկանում, որ այս ամենը Աստված չի անում։ Ասում չհասկացած, մա, այս Աստված մեզ չի պատժում այս ամեն ինչ, այդ մարդիկ են, ասում, մարդիկ չարացել են։ Ու գիտես, հիմա ասում էլի փշակաղվում, որ ես նստեցի ու մտածում, ինչի 12 տարեկան երեխան դա հասկանում է, բայց մենք լինելով 40 եւ բարձր չենք հասկանում դա, որ ինչն ենք կիսում, մեկը չենք տանելու, ոչ մեկս, ոչ մի այդ ագահություն, ոչ մի բան դու չես տանելու, դաժե նույն անունը եթե քեզ թվում է, որ դու տենց ինչ որ բան արեցիր, վա երեխաներից դա կօգնի, եթե այդ երեխան չպետքա դա ունենա, ուզում ես միլիոն թող, միլիարդ թող, ուզում ես տենց, չգիտեմ, քաղաքի կեսը թող։ Ինքը մի օրում դա կկորցնի, որտեղ Աստված իր համար ուրիշ ճանապարհ է գծել։ Այ իմ համար դա է վախենալու, որ մարդիկ երբ են դա հասկանալու ու իրարից ինչ որ բան չեն պահանջելու։ Այ ամեն մեկը հասկանա, որ իր ճանապարհը է, սա ինքը գնում է իր ճանապարհով։ Կիսելու բան չունենք ոչ մեկս, հասկանում ես։ Արեփ, ուզում եմ քեզ Գաբիի գիրքը նվիրել։ Շնորհակալ եմ շատ։ Ուզում եմ, հա։ Մենք ինչ ուրախ է։ Գաբի մաման է Բարթուհին է գրքի հեղինակը։ Ու Գաբին 6 տարեկան լինելով, այդ 4-ից սկսած, երբ որ քաղցկեղը հայտնաբերեցին, ինքը սկսեց պայքարել։ Գիտես, ինքը սովորեցնում է այս գրքով էլ սիրել։ Ուզում եմ, որ դա ճիշտն է։ Ուզում եմ այս գիրքը քեզ փոխանցեմ։ Ու ասեմ, որ Գաբին ուզում էր, որպեսզի մարդիկ լաց չլինեն ու Վարդուհին էլ ասում որ մարդիկ լաց չլինեն ու գիտես այս ամեն ինչը հետո այնքան մեծ սեր կա Աստծո հանդեպ։ Այո։
դա է հարցը, որ դու չպետք է նեղանաս իրանից կամ ինչ որ կռիվանես իր հետ։ Просто вот надо смириться ու просто խոսած, ասես ինչ պետք է անեմ։ Դե սխալ եմ գնում ցույց տուր գոնե, որտեղ գնամ։ Ինձ թվում է Աստծո հետ խոսալը շատ հեշտ է, եթե մենք դա սովորենք, բայց մեզ չեն սովորացնում, սա հարցը է դա։ То есть մենք չունենք այդ դասերը, то есть իմ ծնողները երբեք դա չեն ինձ սովորացրել։ Դա եղավ ինչից, որտեվ ես ունեցա խնդիր, ու մենք միշտ բոլորս գալիս ենք Աստծուն, երբ որ ունենք խնդիր, բայց հետո էլ երբ որ այդ խնդիրը լուծվում է, կեսից շատը տենց սիրուն մոռանում են եւ գնում են, բայց դա սխալ է։ Ես սիրելիներս գիտեմ, որ շատերս ենք սպասում, հատկապես երբ որ Վարդուհին տանիքում էր ու զրուցում էին Գաբիի մասին։ Այո, գիրքը կարող եք ձեռք բերել Երևանի HiPost-ի տարբեր մասնաճյուղերից։ Նայ, երբ որ ես Հովանեսին ունեցա, երբ որ ես երբեք չեմ խոսած այդ դրա մասին, բայց Երբ որ Հովանեսը ծնվեց, հետո 2 տարեկան էր Հովանեսը, ես հղիացա նորից։ Ու այդ աղջիկ էր։ Ինձ որ ասում են աղջիկ չես ուզում, իհարկե ուզում եմ, բայց 21 շաբաթական էր եւ ես կորցրեցի այդ երեխային։ Причем Շերվոր ինչ որ բադի եղավ, ես պրոստը լավ չէի, գնացի բժշկի, ասեցին պարկից տեղ, ու սա Երևանում է։ Դրանից հետո ես Երևանում էլ երեխա չեմ ունենում, միշտ թռնում եմ դուրս, որտեղ վախենում եմ սեղի բժիշկներից եւ հիվանդանոցներից։ Եվ ինձ համար ահավոր ցավալ էր, որտեղ ինչի ես այդքան սպասել էի, մեկին ունեցա, հետո մյուսին տենց կորցրեցի։ Բայց հասկացա, որ ուրեմն տենց էր պետք։ Եվ երևի մի 4-5 ամիս անցավ, ես շատ ցենց ինձ հավաքեցի մի անգամից, ասի ուրեմն Աստծո գծածը տենց էր, որ ես պետքա ունենայի դժվար, հետո մի հատ էսել անցնե, ես չգիտեմ ինչի համար էր ինքը ինձ պատրաստում։ Ու ես естественно կյանքում չէի պատկերացնի, որ ես հետո այդ ամեն ինչից հետո պետքա մի հատ էլ պլյուս 3 հատ երեխա ունենամ ու սաղ տղա։ Ու ես հասկացա, որ երևի թե ես այդ ժամանակ իմ բոլե աղջիկան вообще պատրաստ չէի։ Հիմա արդեն անցել է, բայց ուզեմ ասեմ չի կարելի Աստծուց նեղանալ։ Դաժե թե դու նեղացար, դու պետք է մեկը այդի հասկանաս, որ օքեյ, դու նեղացար այդ պահին, վսկժես։ Բացատրի խի նեղացար ու դու կտես որ քո մեջից դա դուրս կգա ու դու կհասկանաս ու պատասխանել կստանաս ինչի։ Ես հիմա նոր ստացել եմ պատասխանը խի դա տենց եղավ։ Անցել է вот лет 10 уже прошло։ Ես այն օրը ասած վերջերս մենք գնացել էինք Իսրայել եւ ես այնտեղ հասկացա խի вообще ամեն ինչը իմ կյանքում սենց եղավ։ Հիմա չեմ խոսա դրա մասին, կգա օրը կխոսամ, բայց չի կարելի երբեք։ Դամար որ ասում ես Գաբին խոսում է ու ասում է ինձ լավ տեղ են տարել, ես հավատում եմ այդ ամեն ինչին։ ձեր տանը ով է ավելի շատ ծախսում, ով է ավելի տնտեսում։ Ալիկը։ Ալիկն է տնտեսում։ Այո, ես ծախսում եմ։ Ու ինքն միշտ ասում եմ, «Ну вот սա չէ դիպետա»։ Արև իսկ նկատել ես ինչի վրա ես հաճույքով ծախսում կամ չես նկատում, որ դրա վրա շատ ես ծախսում։ Ես երեխաների ցանկացած բանի վրա, ես ընդհանրապես չեմ նկատում։ Ես вообще հասկացա, որ ես այդտեղ շատ երջանիկ մարդ եմ, որտեվ ես ոչ մի բանի գին, արժեք, ոչ բան չգիտեմ։ Ասում եմ, որովհետև, ասում որտեվ ես ունեմ քեզ։ Այդտեղ բանյան։ Իսկ ներես կիվերայում դու հասկանում ես, չէ՞ ինչքան ես ծախսում, չգիտեմ, կտորներին ինչքան, զարդերին ինչքան։ Հասկանում եմ, բայց միշտ չի որ դա ինձ փրկում է։ Եթե իմ մտքին եկա, որ մենք պետքա ինչ-որ մի բան անենք ու դա մեր բյուջետի մեջ չի մտնում, մենք մեկա պետքա դա անենք։ Պարտադիր։ Հիմա նոր հասկացել եմ, որ երևի թե դա սխալ է։ Բայց ես շատ էմոցիոնալ մարդ եմ, ինձ պետքա այդ րոպեին մտածեցի, պետքա դա անենք, всё։ Դրա համար էլ ասում եմ մեր տունը կամ ես եւ կայմ ամուսին։ Դու համել շատ առատաձեռն մարդ ես։ Հիմա մենք ունենք մի ընկեր, գործընկեր, սիրելի Իտալ Սոլարի մասին է խոսքը։ Ուրեմն լսել եմ։ Լսել ես, որ տեղադրում արևային կայանները մարդիկ հոսանքի ծախսի մասին մոռանում են ու չեն վճարում։ Որը շատ լավ բան է։
Բայց հիմա ինքը նվեր է առաջարկում առատաձեռն կերպով, այն մարդիկ, ովքեր որ ձեռք կբերեն 8 կիլովատ եւ ավելի հզորությամբ արևային կայան, կստանան նվեր օթորակիչ։ Ու այդ օթորակիչը որ ստանան, իրենց տանը կլինի միշտ այն ջերմաստիճանը, որը որ կկամենան, ու այդ հոսանքի ծախսի համար իրենք ուղակի էլ չեն վճարելու։ Մի խոսքով 8-1-2-8 Ital Solar առհասարակ սովորեք խնայել, ձեր փազատվեք այդ հոսանքի ծախսից, համել տան ունեցեք այն ջերմաստիճանը, որը որ կկամենան, առավել եւս որ ինձ թվում է մեզ մոտ նորմալ գարուն չի լինում։ Միանգամից ամառ է սկսվում։ Միշտ, այո, մեր եղանակը փոխվել է շատ Երևանի։ Բայց հաճելի եղանակ։ Դուք ունեք արևային կայան։ Իմ ամուսինը թեմաները շատ է սիրում եւ ամեն ինչ ունի, բայց իրանք հետաքրքիր է։ Արև, այ ասեցիր տարբեր երազանքներ ունես, չէ՞։ Ամենաթանկը հիմա կպահես։ Պահեցի։ Հիմա ֆրունզիկ ենք խմելու, Պրոշյանի կոնյակի գործարանի կողմից պատրաստված սիրով լի ֆրունզիկ ու երազանք պահիր, խնդրում եմ, որտեղ տանիքի երազանքները հասնում են երկինք։ Հետո կասեմ։ Հետո կասես կատարվեց թե ոչ։ Անպայման։ Ինձ թվում է կկատար։ Գնանք բլիցի, հա։ Ստաբիլություն թե ազատություն։ Հիմա ստաբիլություն։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Վերջին անգամում ես ասել ես քեզ շատ եմ սիրում։ Վերջին ամեն օր եմ դա ասում։ Երեխեքի տանիքդ ասում ես։ Վայ, ամեն օր այնքան եմ ասում մերսի որ կաք, մերսի որ կաք, մերսի որ կաք։ Իսկ ումից ես ներողություն խնդրել։ Խնդրել եմ, այսօր եմ խնդրել։ Ումից։ Երեխեքից թե Չէ, երեխեքից չէ։ Ես ամեն առավոտ մտնում եկեղեցի։ Ահա։ Ու այսօր առավոտ որ մենք մտանք, Իվյանը իմ հետ էր։ Մենք միշտ երեխաներին թողնում ենք դբրոց, հետո մինչև յան տանում ենք մանկապարտեզ, մենք անցնում ենք Պարոնյանով եւ մտնում ենք Սուրբ Հովանես։ Մեկ կա, որ ինքը չի ուզում իմ հետ մտնել, ես չեմ սողմ, ասում, սպասի ես մտնեմ դուրս գամ։ Այսօր ես մտա, ինքը ասաց ինքը երեք ասաց իզում վաղը եկեղեցի, ասի գնացինք։ Մենք մտանք ու զանգերն էին միած, ասաց ես ուզում եմ մի հատ գնամ տեսնեմ դա։ Ու երբ որ մենք մոտիկացանք այդ զանգերին, այդ Ղողանջի։ ասաց այդ Տեր հայրը չի, նա տղա էր։ Չգիտեմ ով այդ զանգերը տալիս, անկեղծ ասաց։ Մի խոսքով, երբ որ մոտիկացանք զանգերի, Յան ասին ուզում ես դու արա, ինքը մոտիկացավ, ասենց ձեռը վերցրեց, ասեց՝ «Нет, пока не хочу», ասենց ձեռը հետ տարավ։ Ու այդ րոպեին ասացի Աստված ջան, ասացի շնորհակալ եմ, ասացի ու կներես եթե մի բան սխալ եմ արել, բայց ասի շնորհակալ եմ, որ ինքը հասկանում է, որ ինքը հիմա պատրաստ չի դրան։ Ու դուրս եկանք, մենք ինքը ասեց վաղն է կարամ գնամ, կանգնեմ, լսեմ ոնց են անում, ասի իհարկե։ Ես միշտ ներողություն խնդրում եմ, որովհետև հաստատ բաներ կա, որ ես չեմ հատուկ անգիտակցելով ինչ որ սխալ անում եմ օրվա մեջ ինձ թվում է։ Ուրեմն որ Աստուն հանդիպես ինչ կասես։ Որ սիրում եմ իրան։ Արև, ես քեզ շատ եմ սիրում։ Դու ինձ համար շատ աղանդավոր, շատ պարզ, շատ անկեղծ ու շատ լուսավոր մարդ ես։ Ես ուզում եմ որ Աստված քեզ միշտ պահպանի ու միշտ Ես ուզում որ բոլորին պահպանի։ Քո մոտ sense թող երկնքից հորդա, որտեվ շատ կրեատիվ ու շատ աղանդավոր անձնավորություն, որ դու միշտ կարողանաս այդ գեղեցիկը ստեղծես ու տարածես։ Հիմա չունեմ այդքան միտք, բայց չէ, կգա ու ուզում եմ վերջում էլի գորանք տանիքից։ Գորանք, այդ գորալը լավ աբոդում։ Давайте стрессно։ Հաղորդման գործընկերն է Պրոշյանի կոնյակի գործարանը։ Հաղորդման գործընկերն է Ital Solar-ը, Amio Bank-ը, Musa Production։ Սրտի տանիքներով։